կարծում եմ դատավորների նկատմամբ քողարկված ճնշում կա այս կարգավորման առումով բոլոր այն դատավորները, որոնք բարեխիղճ եւ պարկեշտ են, նրանք ջանք չեն խնայում գործը ողջամիտ ժամկետում ավարտել։ Գործի քննության ժամկետի սահմանումը ինքնին ողջամիտ չէ։ Պարզապես չի կարող որևէ մեկը ի սկզբանե որոշել, որ գործը ընդունեց սպառույթ, ինքը 1 տարվա ընթացքում պիտի ավարտի։ Սա պարզապես հասկանում եք, չի կարող լինել։ Սա նույնն է, որ ի սկզբանե կանխորոշվի ելքը։ Մոտավորապես այսպես է։ Չի կարող գործի քննության տևողությունը կաշկանդող գործոն լինել դատավորի համար, որովհետև դատավորը ինքը լինելով դատավոր, երբ հագել այդ պատմիճանը, ինքը արդեն այն պատասխանատու անձն է, ով պիտի գործի բարեխիղճ, արդար, օրինական, պարկեշտ։ Հիմա մենք այս չափանիշներին բարձր բարեգործության չափանիշ ունեցող անձանց ստիպում ենք, որ նաև ժամկետների մեջ տեղավորվեն։ Եթե ինքը իր տեսակով չի համապատասխանում արդյունավետ քննության ապահովման չափանիշի ապահովող պաշտոնյային, ինքը ճիշտ տեղում չէ։ Այնքան ժամկետներ ինքը կգտնի այն բացառիկ կամ հիմնավորված պատճառաբանությունը, որ եւս 1 տարի ժամկետով երկարացնի գործի քննությունը։ Հետևաբար ոչ թե ժամկետ է պետք սահմանել, այլ այս բարձր բարեգործության չափանիշներով անձանց պիտի պատմուճան հագցնել։ Եվ նրանք հավաստիացնում են 1 տարու, 8 ամսում, 1 տարի 2 ամսում, 13 ամսվա ընթացքում, օրինակի համար, նրանք կավարտեն գործի քննությունը։ Նրանք, ովքեր հակված չեն ողջամիտ ժամկետում գործի քննությունը իրականացնել, մենք գիտենք դատավորներ կան, որ 2-3 ամիսը մեկ են նստել նշանակում։ Հիմա այդ նույն դատավորները մեկ մեղադրյալով միջին ծանրության գործով քրեական գործը քննում են 3 տարի ժամկետում։ Մենք այս երևույթի դեմ արգելելու փոխարեն Հայաստանի բոլոր դատավորներն, այդ թվում այն քիչ սակավ թվով պարկեշտ դատավորներին, ովքեր կարող են բազմադրվակ, մեծածավալ գործի քննությունը ավարտել 14 ամսվա մեջ, ստիպում ենք ավարտել 12 ամսվա մեջ, որի ընթացքում նա կարող է նաև թույլ տալ այնպիսի դատավարական սխալներ, որոնք անձանց համար կլինեն ճակատագրական, իր համար կարգապահական ուժի ենթարկվելու, թեև ինքը համարվում է լավ դատավոր։ Կարծում եմ, դարձյալ մենք ընթացակարգային խնդիր ենք փորձել լուծել, մենք ասել նկատում ենք օրենսդիրը եւ կառավարությունը փորձել են ընթացակարգային խնդիրը լուծել, փոխանակ այդ խնդիրներով զբաղվող անձանց որակը փոխելու։ Այլ ընդհանրապես 1 տարի ժամկետ են սահմանել, այո, հաճելի է, որ գործը շուտ է ավարտվում։ Փաստաբանների համար, մեղադրանքների համար, նաև իհարկե դատավորի համար։ Ես չեմ պատկերացնում, որ դատավորներ, որոնք հաճույք են ստանում գործի ժամկետը, ողջամիտ ժամկետը խախտելու համար։ Դրա համար կան այլ ընթացակարգեր մեխանիզմներ, օրինակ կարգապահական մեխանիզմներ գործում դատավորների։ Հետևաբար դարձյալ մենք առաջնային երկրորդականից տարբերելու փոխարեն կամ այս պայմաններում ընտրել ենք երկրորդայինը։ Նկատի ունեմ օրենսդիրը եւ կառավարությունը բոլոր այն դեպքերում, երբ դատավորը 1 տարի ժամկետում չհասցրեց ավարտի, վստահաբար ինքը գրելու է իր կարծիքով պատճառաբանված որոշում եւս 1 տարի ժամկետով երկարացնել։ Եվ հետեւաբար մենք ունենալու ենք այն, ինչ ունենք։ Այսինքն մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ։